Ողջույն, այսօր մի շատ հետաքրքիր պատմություն ես լսելու, լավ տեղավորվիր և ուշադիր լսիր։ Դա պարզապես անհնար է։ Այո, դա անհնար է, նայիր, նա քայլում է։ Միգուցե նա նմանակ ունի։ Ես վստահ եմ, որ նա է, նա արդեն 40 տարի է ինչ կաղ է, բայց հիմա նա կարող է քայլել։ Սա հրաշք է, ես երբևէ այսպիսի բան չեմ տեսել։ Տես, թե ինչ ուրախ է նա, այնքան ուրախ է, որ ցատկոտում է երջանկությունից։ Ճիշտ է, նա քայլում, ցատկում և փառք էր տալիս Աստծուն։ Մարդիկ զարմացած նրան և Պետրոսին էին նայում։ Ինչու եք մեզ այդպես զարմացած նայում։ Կարծես մենք ենք այս կաղ մարդուն կրկին քայլելու ունակություն տվել։ Հիսուսն է արել դա։ Նրա անվանը հավատալը կարող է հրաշքներ կատարել։ Օրը սկսվեց, ինչպես բոլոր սովորական օրերը։ Կեսօրին Պետրոսն ու Հովհաննեսը գնացին տաճար։ Դա նրանց սովորությունն էր։ Ամեն օր կեսօրվա ժամը 3-ին նրանք գնում էին տաճար աղոթելու։ Ե՞րբ ես դու աղոթում։ Մուտքի մոտ նրանց ինչ-որ մեկը կանգնեցրեց։ Մի կաղ մարդ իր ձեռքերը պարզեց դեպի իրենց։ Կողքովս անտարբեր մի անցեք, ողորմեք ինձ գումար տվեք։ Պետրոսն ու Հովհաննեսը նայեցին մուրացկանին, և Պետրոսն ասաց. Արծաթ և ոսկի չունեմ։ Ես հարուստ չեմ, բայց ինչ որ ունեմ, քեզ կտամ։ Նազովրեցի Հիսուսի անունով եմ ասում։ Վեր կաց ու քայլիր։ Ապա Պետրոսը մեկնեց իր ձեռքն ու օգնեց նրան կանգնելու, և հրաշք տեղի ունեցավ։ Մարդու ոտքերն ու հոդերը ուժ ստացան։ Նա ցատկեց և կարողացավ կանգնել ու քայլել։ Մարդիկ իրենց աչքերին չէին հավատում։ Նա առողջ էր, քայլում, ցատկում և փառք էր տալիս Աստծուն։ Նա մեծ ուրախությամբ փառաբանում էր Աստծուն, և դա տեսնելով մյուսներն էլ նույնն էին անում։ Հիսուսն ուզում է քո կյանքում հրաշքներ կատարել։ Վստահիր նրան։ Մեզ հետ կարող ես կապվել hypocrite@gmail.com հասցեով։ Կրկնում եմ HAYPOQRIK@gmail.com Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Ձեզ հետ է և Նիկեն։